համար շատ սիրելի արտահայտություն է, ինչ որ առավոտ վախենչում էր, խոսում է Երևանը։ Մենք գիտենք, որ աշխարհում ենք, որտեղ լինենք, միացնում ենք հայկական ռադիոն եւ խոսում է Երևանը, մնացածը շարունակվում են, եւ այդ իմաստով ինձ համար ճիշտ է, որ հայացք Երևանից մենք ենք ստեղծել, ինձ համար նույնքան սիրելի է նույն հայացք Երևանից հաղորդաշարը, որովհետեւ կարող եմ ձեզ ասել, որ հայացք Երևանից հաղորդաշարը ինքը գրանցում է հաղթարշավ, առաջին հերթին որպես հայության, Հայաստանի շուրջ համախմբան, ըստ էության, կոչ, մարտակոչ, հոգեբանական դրվածք, ինչպես կուզեք, եւ երկրորդը նույնիսկ այնպիսի ուժեր, որոնք գոհապետության ուրեմն միջավայրից են, որպեսզի թաքնվել իրենց այդ անշնորհակալ ուղերի անշնորհակալ ստեղծագործությունների արանքում կամ տակը հայացք Երևանից մեկ օգտագործում են։ Բայց մեր իմաստը այն է, որ մենք ամենաբարձր գնահատում ենք Հայաստանի Հանրապետության շահերը եւ մեր աշխարհայացքը, բոլոր նաեւ մեր դիտողների նկատի ունեմ, դա ամենագից նկատի չունեմ իմ ընկերներին, այլ մեր դիտողների, այո, հայամետեր են, մի քիչ պարադոքսալ է, դե բնական է, որ հայը պետք է հայամետ լինի, բայց պարզվում է, որ մեր ժողովրդի հիմնական խնդիրը սրա մեջ է։ Եվ երկրորդը պետության քաղաքականությունը հենց Հայաստանակենտրոն պետք է լինի, ըստ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության տեսակետը։ Եվ այդ առումով որոշ բաներ պիտի ասեմ, բայց նախ մինչև դա ծավալվելն այդ ուղղությամբ, ասեմ, որ վարչապետը գտնվում է Մոսկվայում, գիտեք, որ այդ դիզվոնում, հյուսիսի դիզվոնում շատ ուրեմն ջերմորեն ընդունում են արտաքնապես, բայց փողոցում ծախված հայության, որ արմիաշխերն են միջոցով հոգեբանական տերոր են կազմակերպում Հայաստանի պետականության, Հայաստանի իշխանության դեմ եւ հիմա էլ ըստ ուրեմն իմ նախնական ունեցած տվյալների, ուրեմն Մոսկվայում ամենաայլանդակ ուրեմն գործողություններն են տեղի ունենում հայության ձեռքով, արմիաշխերքի ձեռքով, ուրեմն Հայաստանի պետության ղեկավարի եւ նրա քաղաքական կուրսի միջև։ Նույնիսկ այն բանի, որ դավաճան եւ այլն նման բաներ։ Հիմա ես ձեզ մի բան եմ ասում։ Իհարկե կարող են լինել դավաճաններ եւ հնարավոր է, որ պետությունների ղեկավարները լինեն դավաճաններ։ Բայց այստեղ հարց է առաջանում, տվյալ պարագայում Հայաստանի Հանրապետության իշխանությունում է դավաճանում, որը մեկին չի դավաճանել, իսկ դավաճանը Ռուսաստանն է իր պարագլուխի տեսքով, որը բռնաբարել ու դավաճանել է հայությանը, օգտագործել է հայությանը եւ դա էլ ասեմ ուղիղ արմիաշխիներ ուղիղ կամ անուղակի բռնաբարել է միշտ եւ օգտագործելով նաեւ որպես փալաս գործիք հայ ժողովրդի կենսական շահերի դիմաց։ Հիմա այդ դավաճանները, որ ասում են, երբեմն թուրքիշուն, ռուսիշուն, այս տխմարությունները, որ ասում են, պիտի նայեք ասողը ով է եւ ուրեմն տեսակետով է խոսում։ Այս բոլորը ռուսական ԿԳԲ-ն վստահ եղեք, Ռուսաստանն է Հայաստանի դեմ, հետեւաբար երբ որ մեկի համար մի դավաճանությունը նույնիսկ պարագայում կարող է լինել հայրենասիրություն։ Այ ես ասեմ, որ եւ հայրենապաշտություն, երբ որ Ռուսաստանից որը մեկի հանդեպ կամ նրա ստեղ թերմացքի կողմից մեկը որակվում է որպես դավաճան, իմացեք, որ դա խնդարկելի հայրն է, դա հայրենապաշտ, Հայաստանաշահ, Հայաստանի Հանրապետության համար պայքարող հայրն է, այնպես որ արմիաշխեն կորչի, այս հատվածը իհարկե պիտի ջախջախվի, ուրեմն Հայաստանի ներսում կամ Հայաստանի դրսից կապ չունի, պիտի ջախջախվի մեկ ուրիշ պատմության աղբանոցում լինելու համար, որտեղ հայուկ լինելու պարագան ոչ մեկը պիտի առիթը չունենա։ Ես զարմանում եմ թուրքության ադրբեջանցիները նկատում եմ այդ հատվածին, որոնք ենթարկվելով ռուսական իշխանության շանտաժին, իրենց այն դինոզավր ղեկավարի դեմ ոչ մի բառ չասեցին, բայց Հայության միսվար զանգված մի լավ բառ չի ասում Հայաստանի իշխանության հասցեի։ Այն պարագայում, երբ Հայաստանի պետականության դեմոնտաժի Արցախի հանձնման իսկական կազմակերպիչը եղել է Ռուսաստանը, մնում է Ռուսաստանը, եւ Ռուսաստանը մնում է հայության թշնամի որպես պետություն, իսկ Արցախի հարցում դուք գիտեք, որ Ռուսաստանն է, որ Լավրովի պլանով հանձնել է ուրեմն Արցախը եւ նրա ռսապաշտ ղեկավարներին Ադրբեջանն է հանձնել։ Այն 8 հոգիներ ես անձամբ ում որ գիտեմ ռսապաշտներ էին, հոգեկան հիվանդներ, կոնկրետ հիշեք, եւ դրանց ուրեմն քանի որ ռուսները չեն սիրում, որ հայերը իրենց սիրեն, օգտագործում են բռնաբարում, շփրտում են կամ Աղբանոց կամ Բաքու։ Այդ բռնաբարում ուղիղ հասկացեք, ուղիղ իմաստով։ Հիմա ով կայֆի տակ է կներեք, թող շարունակեն այն բանը։ Հիմա սա մենք դրա համար քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը պաշտպանել է պետական շահը,
պաշտպանում են եւ կարծում եմ որ միշտ է պաշտպանելու անկախ այն բանից թե ինքը ինչ փոխհարաբերության մեջ կլինի Հայաստանի Հանրապետության մեջ պաշտոնական իշխանության հետ ինչքանով կքննադատի ինչքանով կպաշտպանի եւ մեր բանը շատ հստակ է տեսակետը ուզում եմ ընտրությունների նախորդ բոլորը հստակեցնեն այնքանով որքանով Հայաստանի իշխանությունները կշարունակեն անկախ պետականության ստեղծման քաղաքական կուրսը եւ միջոցներ ձեռք կառնեն դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն ունենալուն Հայաստանակենտրոն գործելաձև եւ այլն Հայաստանի Հանրապետությունում քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը կլինի իշխանության կողքին, ձեզ էլ կոչ կանի լինել իշխանության կողքին անկախ այն բանից ինչպիսի թերություններ, ինչպիսի սխալներ իրենք կգործեն, որոնք միշտ էլ քննելի են, միշտ էլ կրնեն, որոնք պետք է նաեւ միշտ էլ ասվեն, բայց դա չվերածեն պետության քայքայման գործընթացի, պահպանելով սեփական քրիստոնյա ժողովրդավարական դիմանկիցը։ Հիմա սրա ես ասեմ, որ այդ իմաստով այո, մենք ձեզ հետ միասին պետականակերտ ժողովուրդ ենք եւ պետականապաշտ ենք։ Իշխանությունները եկող են, գնացող են եւ եկելն ու գնալն են, մենք պետք է հասկանանք ընտրություններով ձևավորող իշխանություն, ընտրություններով հեռացող իշխանություն, ինչ որ դեմոկրատական կամ ժողովրդավարական ընթացակարգի հիմնական մեխն է։ Հիմա կոնկրետ բան ունեմ ասելու, ինչու ենք մենք այսօրվա հաղորդումը գործադիր կոմիտեով որոշել ներկայացնել ոչ ոք չի կարող անտեսել քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ծառայությունները ժողովրդի եւ սեփական պետականության հանդեպ, որովհետեւ մեր գործունեությունը 6-7 տարի է, բառացիորեն ձեր աչքի առաջ է, ավելին ասեմ, ձեր մեջ է, ձեր հետ միասին է, որովհետեւ 6-7 տարի է, որ ես իմ ընկերների հետ կիրառել եմ եւ կիրառում ենք նոր քաղաքական տեխնոլոգիա, ոչ թե դիմել ենք միտինգներին, չեկիստների կողմից թելադրված գործողություններին, այն պարզապես քայլել ենք Հայաստանում մեկ, Սփյուռքով մեկ, որտեղ հնարավոր է եղել եւ պաշտպանել ենք շատ ուրեմն շատ ուղենիշներ։ Հիմա մեկը ասեմ, դուք հիշեցին ելույթները, նաև իմ ընկերների հետ, դե հիմա կուսակցության տեսակետը բնական է, որ նրա նախագահն է հայտում, դա բնական է, այդպես է աշխարհում, եւ այդ նախագահի գործունեության մեջ դուք տեսել եք պատերազմի աղետալի օրերից պարտությունից հետո այն կարգախոսը, որը մտնում է մինչև հիմա ակտուալ կամ հրատապ, որ մեր երկրին առաջին հերթին պետք է կայունություն, իսկ Ռուսաստանին պետք է ապակայունություն, Ռուսաստանի ստրուկներին Հայաստանում գործող եւ Ղարաբաղյան կլանին, որին կուզեք, Ռուսաստանից գործողված օլիգարխիկ հատվածին, որ նույն խոնոպներն են ռուսական, եւ տեղի մաֆիային միշտ ձեռնտու է եղել ապակայունությունը, իսկ իշխանության ու պետության ստեղծված վիճակում որ ասեմ, որ մենք դեռևս իշխանությունից առաջ ենք ասել եւ մենք հստակ ենք ասել, որ Հայաստանի որպես պետություն անհրաժեշտ է կայունություն, որպեսզի զարգանա երկիրը եւ որոշակի հաջողություններ ենք ասել։ Իհարկե այդտեղ առաջին հերթին իշխանության ծառայությունն է, որ կարողացել է ծանրագույն վիճակում իր մեջ ուժ գտնել շարունակել, ուրեմն իսկ մենք տեսական եւ առումով այդ իմաստով մենք տարակարծություն չենք ունեցել։ Գուցեև առաջինն ենք ասել կայունություն երկրի համար, որտեղ մարդիկ մեկ-մեկ վախենում են կարծես թե ճիշտ տերմինները քաղաքական օգտագործել ճիշտ տեղը։ Հիմա ավելի կոնկրետ մի բան եմ ասելու։ Պարզ է, որ մենք գնում ենք դեպի խորհրդարանական ընտրություններ եւ այդ խորհրդարանական ընտրություններ գնալուց որոշակի ծառայություններով կամ ձեռքբերումներով պետք է որ ներկայանանք ժողովրդին եւ հիշեցնենք թե ինչ են արել մենք կոնկրետ պարզ է որ ես մեզ նկատի ունեմ։ Մենք անսասան ենք եղել անկախության քաղաքական կուրսի առումով։ Անվտանգության առումով միշտ շեշտել ենք, որ մեր ողերին բարեկամը, մեր ողերին թշնամին է եւ դուք ինքներդ տեսնում եք, թե ինչպես է ապակայունացնում, ինչպես է քրեական տարրերին հովանավորում, ինչպիսի դավադրություններ է կազմակերպում Հայաստանի պետականության հանդեպ, ընդհանուր արդարացնելով, չդատապարտելով եկեղեցու ղեկավարության դավաճանությունը Հայաստանի շահերին, եկեղեցում կազմակերպված էքսցեսները Հայաստանի իշխանության հանդեպ եւ ուրեմն ազգային ժողովի նախագահի հանդեպ կիսախուլիկանական ուրեմն կիսային մասը, որտեղ որակ չունի արազները, նույնիսկ խուլիգանության առումով, այս գործողությունները։ Այս բոլորը կան եւ պետք է հաղթահարեն։ Մենք պետք է շարժվենք առաջ եւ ասենք ծառայությունների մասին հետո առաջարկ ունեմ։ Ուրեմն կարող եմ ասել, ժամանակին ավելին կասեմ, հիմա ավելի համեստ եմ։ Դուք գիտեք, այն ջանքերը, որ թափել է վստահաբար ենթադրում եմ, Հայաստանի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը Հնդկաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Դուք հիշեք նաև իմ այցը Միացյալ Նահանգներ եւ ուրեմն Ռեյգանի
ռանչոյում լինելու պարագան, մնացածը չեմ ասում։ Դրա որոշակի քաղաքական նպատակ է ունեցել, որտեղ նա հանրապետական կուսակցությունից էր, իսկ այդ տարիներին իշխանությունը Միացյալ Նահանգներում դեմոկրատականների ձեռքին էր։ Ես հիշեցնում եմ նաև իմ այցը Վաշինգտոն հանրապետական կուսակցության գործիչի հետ լրջագույն հանդիպումը կամ նման բաներ, փակագծեր բնական է չեմ կարող բացել եւ չպիտի բացեմ, բայց ես հիշեցնում եմ, որ մեր գործունեությունը հանրապետականները, որ Թրամփի ժամանակ իշխանություն դարձան, Թրամփի ղեկավարությամբ եւ Թրամփի ուղու բացումը Հայաստանում եւ Հայաստան-ամերիկյան հարաբերությունների կարգավիճակի բարձրացումը որպես ռազմավարական գործընկերություն եւ ես ցես առաջարկում եմ։ Հիշեք, մինչեւ նույնիսկ Սերժի իշխանության դրանից առաջ տարիները ինչքան են կրկնել, որ հայության պոտենցիալ Ամերիկայում, Կալիֆոռնիայում է, եւ մենք պարտավոր ենք Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործակցության որոշակի մակարդակ ապահովել, որը ստացվել է հանրապետական ներորով, իսկ հիմա մենք ունենք պայմանագիր կամ համագործակցություն Միացյալ Նահանգներ Հայաստան տեխնոլոգիական զարգացման առումով եւ այդ ուղղությամբ մանուկների մեջ չեմ մտնում, դուք դրանց մասին լսել եք, այս բոլորը ուրեմն ձեռքբերված արդյունքներ են։ Կարող եմ ասել, եւ թվարկեմ նման բաներ, բայց սահմանափակվում այսօր դրանով, որտեղ ասելիքից իմաստը մի քիչ ուրիշ տեղ է լինելու։ Եվ դուք կտեսնեք, որ այստեղ կա, եթե ազնիվ եք, եթե Հայաստանի շահը պահում եք, եւ եթե ուրեմն եթե եւ հազար մի բաներ ու դուք կտեսնեք, որ այս բոլորի տակ կա նաև քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության ձեռագիրը կամ ինչպես ասում են ստորագրությունը, նույնիսկ շատ ավելի շատ, քան Հայաստանում, որը մեկ գլխի կգներ, թե ինչ է կատարվել կամ ինչ է կատարվում։ Եվ մեր համագործակցությունը իշխանության հետ, որպեսզի կարողանանք վիճակ ձեռք բերել, ավելի առաջ շարժվենք։ Հարավ-հյուսիս դուք հիշում եք, չէ՞, հարավ-հյուսիս ուրեմն մայրուղի կապակցության մի պրոպագանդան տարիներ շարունակ, ավելին ասեմ, արևիկում Մեղրի, ուրեմն Լեռնաձոր, Ագարակ իմ անընդհատ ընկերների հետ գործողումները այնտեղ ներկայանալը եւ հազար մի հարցերի բարձրացումը հենց այդ հատվածում, որը ամենավտանգվածն է եղել պատերազմից հետո, նաեւ ժողովրդին վստահություն համորթելը, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը չի հանձնում այդ բոլոր ստահոդ ռուսաստրուկների եւ ռուսական գաղտնի ծառայությունների վայրահաչոցներն են եւ այսօր կայուն վիճակը Սյունիք եւ այլն։ Ուրեմն այս բոլորը դուք կարող եք վստահաբար կարող եք ուրեմն գտնել եւ տեսնել մեր ծառայությունը։ Հիմա խոսքը գալիս է քաղաքական համակարգի կատարելագործմանը։ Մենք գնում ենք ընտրություններ, որպես խորհրդարանական հանրապետություններ։ Ուրեմն բարեկամներ, դուք պիտի իմանաք, որ այսօր մենք ինչպիսի ընտրություն որ կանելու ենք, ուրեմն դրա վրա կառուցվելու է ապագա Հայաստանն իր զարգացումով կամ չզարգացումով, կամ Հայաստանի անկախության պաշտպանումով, կամ չպաշտպանումով, չեն ասում են, չնայած չեն հավատում, նաև այն վերլուծաբանների, ճանաչված մարդկանց, ուրեմն վերլուծական ծառայությունների, այդպես եւ ուրեմն լրատվամիջոցների որոշ ազդեցիկ համառորեն ուրեմն քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը չտեսնելու տալն է։ Սրանք ասեն ձեզ կամ քաղաքագիտության մեջ անգրակետ են, իհարկե սա պրոգրեսիվ մասն է, այսինքն որոնք ուզում են Հայաստանում իշխանության հաղթանակ, չափ չագերտավոր կլինի, եթե իմ բացադրածը լսեք, կամ էլ չգիտեմ ինչ մոտիվացիան, կամ էլ բացարձակապես քաղաքագիտության հետ առնչություն չունեցող, բայց տիտղոսակիր երբեմն տիտղոսակիր եւ հանդուված անձնավորություններ են, բայց հետաքրքիրն է, որ սրանց բերանը չի բացվում, մի անգամ ասեմ, որ այո, Հայաստանում եւ ժողովուրդն իմանա, որ օժանդակություն կա պետականությանը, որ կա Հայաստանում, որը մեր բաղակայում եմ ասում, կուսակցություն, որը ունի հստակ տեսական կոնցեպցիա, որը տարբեր է շատ անգամ իշխանությունից, որը ունի առաջարկներ, որ ամեն օր անում է եւ կայացած կուսակցություն է, վշտանշուշտ այդ բաղակայում։ Հիմա սրանց մեղքը ինչի մեջ է։ Համառորեն իհարկե ես հասկանում եմ, որ ուզում են, որ ուրեմն վարչապետի կուսակցությունը հաղթի, այդ ես էլ եմ ուզում։ Բայց ես գտնում եմ, որ այս մարդկանց ջանքերը նման ոչ վարչապետի կուսակցության տոկոս ավելացնելու են, ոչ էլ պակասեցնելու են, որտեղ ես եմ միշտ ասել, որ վարչապետի հեղինակությունը ժողովրդի մեջ բարձր է։ Եվ մենք էլ ամեն ինչ արել ենք, որ վարչապետի հեղինակությունը բարձր մնա, որտեղ հասկանում ենք, որ մեր երկրի ապագան դրա հետ է կապված։ Բայց դա խնդրի կեսն է, նույնիսկ կարող եմ ասել 25%-ն է։ Այդ հիմա ուրեմն վարչապետի եւ նրա կուսակցության
այսպես առաջատար լինելու հետ միասին շատ կարևոր է թե ինչպիսի արյան թարմ հոսք է կազմակերպելու դրա խորհրդարան եւ այստեղ է որ մեր բարեկամներ դա չեն տեսնում կամ դրա նշանակությունը չեն հասկանում կամ էլ տեղյակ չեն ներնում խոսում են իրենց համար չնայած ես վստահ չեմ որ իրենք տեղյակ չեն ասելիքիս իմաստն ինչն է ուրեմն տեսեք ինչ կա ես ձեզ ասել եմ որ եթե մենք ունենանք պարլամենտ առանց պարլամենտարիզմի ինչպիսին որ կա այսօր այդպիսի պարլամենտ ունեցել է նաև սովետական միությունը գերագույն խորհուրդ որտեղ ամեն ինչ եղել է կողքից սկսած բայց խորհրդարանական քննարկումներ բանավեճ տեսակետների բախում եւ համազորային որոշումների կայացում չի եղել դա էլ է պարլամենտը նույնը Հայաստանում շարունակվում է ես ասել եմ կրկնեմ այո Հայաստանի Հանրապետությունը գողապետության շրջանում է ունեցել խորհրդարան դա հիշում եք ովքեր Սերժի ժամանակ առաջին անգամ քրեական տարին կազմակերպեցին եւ մտցրեցին խորհրդարան եւ հայտնի է որ այդ խորհրդարանը ստացավ ուրեմն ՊՊՍ-ների պարլամենտ բայց հիմա հարցը ինչի մեջ է ճիշտ դա է պարլամենտական իրականություն բայց պարլամենտարիզմ նորմալ իմաստով չի եղել իսկ եթե մեկը կհամարձակվի ասել որ պատերազմից հետո Հայաստանում ծանրագույն վիճակի ձևավորումից հետո բացի կոնֆրոնտացիոն կամ արժանապատման վիճակից այլ Հայաստանի Հանրապետությունը ունի ազգային ժողով բայց չունի պարլամենտարական կյանք գոյություն չունի քննարկում չկա եւ այլն եւ դա ստեղծված է կոնկրետ հանգամանքների բերումով ինչ է պետք այդ խնդիրը ուրեմն լուծելու համար այս անգամ ժողովուրդը պիտի այո տեղ դա առաջին իշխող կուսակցության այո մենք գտնում ենք որ թե այդպես է եւ մեր պետության շահն է պահանջում բայց միաժամանակ տեղ պիտի ստանան ազգային ժողովում աթոռներ պիտի ստանան նաեւ նրանք ինչպիսի մենք ենք որպես ցենտրիստական կուսակցություններ որպես բուֆերային կազմակերպություններ որպես տարբերվող աշխարհայացքով մենք քրիստոնեական ժողովրդավարություն ոչ թե ժողովրդավարություն առասարակ դավանող կուսակցություն ենք որի փիլիսոփայությունը ասել եմ կրկնում եմ որ մեր ռուսավորչական եկեղեցու ռուսավոր ուրեմն դավանանքի փիլիսոփայության հետ է կապված այդ ամենը սա է որ մեր բարեկամները չեն տեսնում կամ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ այդ ուրեմն այս բարեկամը դարձի ծառայություն է Հայաստանի Հանրապետության իշխող կուսակցության հանդեպ ստացվում է պարադոքսալ մի վիճակ դուք օգնում եք թվում է թե իշխանության կուսակցությանը որ նորմալ է որ օգնեք որ ունենա բայց փաստորեն ջրաղացի լցնում եք ջուր գողապետությանը Ղարաբաղյան կլանին եւ այլն ինչու ասեցի կրկնեմ որովհետեւ այս ստեղծված վիճակում դուք չունեք այդ տարբերակ երբ որ ցենտրիզմը մերժում եք քրիստոնեական ժողովրդավարությունը մերժում եք կամ այսպես ասեմ որը մեկը չնեղանա ձեզ քորիտեղ եք տնում քաղաքական չիմա իբրև թե գոյություն չունի եւ այլն սա վերաբերում է նաեւ ազդեցիկ լրատվամիջոցների որոշ հատվածի որոնք այսօր ողջ են սարքում որ Հայաստանում ինչու չի կայանում քաղաքական դիսկուրս որովհետեւ դուք գիշեր-ցերեկ կենթանացրեցիք Քոչարյան Ռոբերտի կերպարը եւ քցեցիք երկիրը փոսը բայց դա չի նշանակում որ երկրում ուրիշ կուսակցություններ չեն գործել չեն կայացել եւ կոնկրետ ասեցի մեր պարական դա արդեն ժողովրդին գալումը չի դա ձեր ընկալումն է ձեր սխալն է կամ ձեր շահառու կամ շահեկան ուրեմն մինուսի իմաստով գործնեությունն է իհարկե դա Հայաստանը չի դա չգիտեմ ինչ է եւ քաղաքական կյանքը չի եւ այսպես կրկնեմ երբ որ դուք փորձում եք այն կուսակցություններին որոնք հեղափոխությունից հետո համար ջանքերով եղել են պետականության հետ անկախության պաշտպանության բայց ունեցել են նաեւ տարբեր տեսակետ բայց միաժամանակ ստեղծված վիճակը նկատի ունենալով շատ չեն քննադատել որի քննադատները դուք եք իբրև թե հասկանում եք դուք իսկապես հանդես եք գալիս Ղարաբաղյան կլանի շահերի որպես սպասարկուներ խոսելով իշխանության եւ պետության ապագայի մասին անկախության մասին այսպես կարող եմ ասել գիտակից կամ անգիտակից վերածվում է որպես վերլուծաբաններ որպես լրատվականներ եւ անհատներ վերածվում եք հակապետական տարրի ուրեմն ռուսական սեգմենտի շահերի սպասարկուի ուշադրնային կտեսնենք հիմա ամբողջ ասել ինչն է խնդիրը բայց ինչ պիտի անենք ամեն ինչ բարձ է ժողովուրդ ջան դուք պիտի ուրեմն ճանապարհ հարթեք նոր ձևավորված կուսակցությունների եւ նոր արյուն ներարկելու համար խորհրդարանին պետք է բացարձակ մերժեք ռուսական սեգմենտը եւ նրա թաքնված կամ ուրեմն ջատագովներին բացահայտ կամ ջատաբաներին նաեւ նրանք որոնք գիշեր-ցերեկ ամբողջ կրակ ուղում են վարչապետի վրա անձի դեմ կամ քաղաքական ինստիտուտի բայց
կողմ են Հայաստանի Հանրապետության անկախությանը, պարլամենտարիզմին եւ այլն։ Սա ֆիկցիա է, սուտ է, խաբկանք է, դիտավորյան մշակված, ուրեմն քաղաքական, այսպես ասած, հնարք է։ Ինչ է մեզ պետք։ Մեզ պետք է, իհարկե, անշուշտ է, որ այո, առաջինը պետք է դեր զբաղեցնի եւ այսօրվա կառավարող կուսակցությունը։ Քրիստոնյա բանը ուրեմն քաղաքացիական պայմանագիրը վարչապետի գլխավորության։ Սա անքննելի է, բայց այդ քննելիությունը ունի բաղադրիչ, երբ որ դուք այդ դեպքում մերժում եք նման կուսակցությունների գոյությունը իբրև թե, իհարկե նրանց գոյությունը ձեզնից չի կախված, եւ մենք էլ ձեր գոյությունն ենք մերժում։ Բայց իրականության մեջ այս կուսակցությունները գործում են, աշխատում են։ Եթե այս կուսակցությունները չեք ուրեմն չեն անտեսվում են հատկապես լրատվամիջոցների տակետ երբեմն ուրեմն հաղորդավարների միջոցով, որոնք հետո վերջումեր շշմում են, թե ինչու Հայաստանում չկա այդ բուֆերային մասը, որոնք ասեն կամ անգրագիտություն է, կամ դիտավորյալ բան է, բայց հիմնականում անգրագիտություն, որտեղ Հայաստանում քաղաքական գիտությունը շարլատանության տեղ է անցնում եւ շատերի համար հասկանալի չի։ Հիմա, բայց իհարկե ասեմ, որ մենք ունենք փայլուն լրագրողներ, ես հատկապես գիտեմ փայլուն անձնավորություններ, որոնք իրենց խաչը տանում են եւ նպաստում են երկրում դեմոկրատիական կարգերի անկախության ամրապնդման, զարգացման եւ այլն։ Ուրեմն սա հաստատ է։ Մենք դա ունենք, բայց մենք ունենք չտեսնողներ, չհասկացողներ եւ հեղինակություններ, որոնք անհասկանալի է թե ինչու չեն հասկանում։ Հետեւաբար իրենց հասկացողության մակարդակի գնահատականը երևի մեր կողմից բարձր է։ Ժողովրդի հիմա տեսեք ինչ է գնում։ Խորհրդարանը պիտի ունենա աճ թեւ, անպայման։ Աճ թեւը այսօր ըստ էության ուրեմն դա լիբերալ թևն է։ Ուրեմն դի ունենա ձախ թև։ Ձախ թևը այսօր զբաղվում է ռուսական սեգմենտը, հակապետական Ռուսաստանի շահերը զբաղեցնող։ Այսինքն մետաթորները զբաղեցրել են նրանք, որոնք որ չպետք է լինեն խորհրդարանում, ոչ թե եւ այլն։ Եվ սա գողապետական թերմասն է Հայաստանի ներքին քաղաքական կյանքի իմաստով, բայց ինչ ունի խորհրդարանը։ Խորհրդարանը ունի ցենտրիզմը, կենտրոնը ունի։ Կենտրոնը ունի եւ կենտրոնի կարգավորիչ այդ հարաբերությունները կարգավորող, համադրող կառույցը ունի, ինչպիսին, ասենք տվյալ պարագայում քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն է իր քաղաքական դրվածքով, քաղաքական ուղղությամբ եւ այլն։ Այստեղ հանկոպիչ ասեն նոր տերմին։ Այսինքն մեր խորհրդարանը երրորդ ուժը ունի, առաջինը կա, երկրորդը ռուսական է, հակապետական է եւ դրա բավական է անվանել ընդդիմություն։ Երբ որ շարունակում եք ընդդիմություն ասել, թերացնում եք Հայաստանի Հանրապետության քաղաքական կյանքը եւ վտանգում եք նրա ազգային անվտանգությունը։ Ուրեմն դա ռևանշիզմ, հա, ռուսական սեգմենտ եւ այդ ռուսական սեգմենտի հետ միասին եւ այլն։ Եվ այստեղ խորհրդարանը ունի հավասարակշռություն, հա, այստեղ բանալու։ Հա, ունի խորհրդարանական ուրեմն հավասարակշռություն։ Իսկ այդ հավասարակշռությունը, ինչպես հասկանում եք, պետք է պահեն ցենտրիստները եւ այդ ցենտրիզմի կուսակցությունը որպես աճ կենտրոնի կուսակցություն, որը Հայաստանի Հանրապետության քաղաքական կարգի երրորդ ուժն է, որը օր-օրի հզորանում է, օր-օրի ծավալվում է քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունն է։ Ինչ ուրիշների անունները չեմ տալի, որովհետև թող իրենք ներկայանան, իրենք բացատրեն եւ այլն։ Իսկ լրատվամիջոցների ղեկավարներին ասեմ հետեւյալը. երբ որ մարդկանց կանչում եք տարբեր կուսակցությունների ղեկավարների, իրենցից հարցրեք, Զալատարա, Քոչարյան, Սամվել եւ այլն եւ այլն։ Հասկանում եք ոնց է։ Դուք իրենցից հարցրեք, թե դրանք ինչ կուսակցություններ են, ինչ առաջարկներ ունեն եւ ինչպես են փորձում Հայաստանի քաղաքական ներկայացմանի մեջ դեր խաղալ։ Այսպես ուրեմն կասեք կամ չեք ասի, դա կախված չի ձեր ասելուց, իրենք ներկայացնում կան։ Հետևաբար ճիշտ կլինի, որ ոչ թե փարիսեցիորեն ասել, բա ուր են, չեք տեսնում, հակուրությամբ հետ տառապում, չկան, եթե չտառապեք եւ հետապնդեք Հայաստանի Հանրապետության քաղաքական շահը եւ չգնաք կոնյունկտուրայի հետևից, չեք ճոգում, որտեղ Սամվելն է գալիս, Ռոբերտն է գնում, Նիկոլն է մնում, այս չեք ճոգում, դրա համար չեք հասկանում ինչ է կատարվում, բայց մենք հստակ գիտենք, այո, մենք գնալու ենք խորհրդարանական ընտրություններ, ժողովուրդը մեզ ձայն է տալիս եւ մենք մնալու ենք պետականամետ այլընտրանքային կուսակցություն, որի դերն է խաղալու խորհրդարանական կյանքում եւ վստահ ենք, որ վարչապետն իր կուսակցությունով առաջի տեղ է լինելու եւ մենք պիտի փորձենք բոլորովս իմ առաջարկն է ուրեմն ոչնչացնել ռուսական սեգմենտը։ Եթե ռուսական սեգմենտը մնալու է, ազդեցիկ իմացեք, շարունակվելու է այս խորհրդարանի այդ գործունեությունը, որից դուք կարծում եք կներեք, զզվեք եք, մինչև ձեր կողորտի։ Հիմա որովհետեւ չզզվեք, զզվեցնում եք դրանց ձայն չտալով եւ մեր ճանապարհը բացելով։ Այսքան։ Մնացածը մենք ոչ ուրեմն ասեմ, ես ձեզ հետեւյալը։ Ես ոչ մեծամտություն ունեմ, ընդհանրապես չունեմ։
բայց չեն կառավարում նաև համեստությամբ ավելորդ, հիմար համեստությամբ։ Եվ ձեզ ասում եմ, այո, քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ձեր մեջ է եղել, ձեր հետ է աշխատել շրջան, ամառ, ձմեռ, տաք թե սառը, ձեզ հետ է եղել եւ ահռելի, ասեմ, բացի գործնական քաղաքական կյանքից, ահռելի տեսական մշակումներ է լցրել եթերով ձեր դիմաց, որից օգտվել պետք է օգտվել։ Սա է մեր հարստությունը եւ մենք հավակնում ենք այդ աճ կենտրոնի համեստ թվերին, բայց այդ համեստները իմացեք թվերը ժամանակին, ասել բացառիկ դեր են խաղում երկրի կայունության զարգացման եւ այլնի համար։ Այս կանը տեսություն, իսկ ազնիվ հայ մտավորականներին ճիշտ ասած շատ կասկածում եմ թե դրանք ինչ են ովքեր են, բոլոր դեպքերում եթե կան տեղներից շարժեք, ուրեմն այդ գունավոր ագնոսները աչքերից հանեք եւ ուրեմն մեկ շատ մի պաշտպանեք ԿՊ-ին, ձեր կարիքը նա չունի, վարչապետը իրականում եթե հասկանում եք ոնց է, ու դուք դրանով երբ բևեռ եք դարձնում Հայաստանի քաղաքական կյանքը, ըստ էության այնտեղ օգուտ չտալով օգնում եք Քոչարյան, ուրեմն Ռոբերտին, Սերժ Սարգսյանին եւ ուրեմն Սամվել Կարապետյանին, ուրիշ ոչինչ։ Ստեսություն ձեզ, շարունակեք մեր հարցազրույցները հետո։